Շարունակում ենք վերընթացքը սիրելի հեռուստադիտողներ, այն երկու հրաշալի անձնավորությունների դեմքերը, որ հիմա կտեսնեք ձեր հեռուստաէկրաններին, շատերին նրանք կարող են ծանոթ թվալ, որովհետև մենք նրանց հետ հանդիպել ենք մեզ մոտ տաղավարում ու կարևոր մի նախաձեռնության մասին ունեցել ենք հետաքրքիր հարց ու պատասխան։ Ներկայացնեմ նրանց, իսկ թե խոսքը ինչի մասին է լինելու, դա արդեն կներկայացնի գործընկերուհիս։ Մեզ մոտ տաղավարում են Gastrocamp Armenia նախագծի համահիմնադիր Արայիկ Ամզայանը, նրան ասում ենք բարի լույս, եւ Gastrocamp Armenia նախագծի PR ղեկավար Անի Անտոնյանը, ում ասում ենք բարի լույս ու միևնույն ժամանակ շնորհավորում նաեւ միամսյակի կապակցությամբ լավագույնը ձեզ բարեմաղթելով միշտ այսպես գեղեցիկ, սիրուն ու ամենահաճելի աշխատանքով զբաղվեք, որովհետեւ դա ձեզ ավելի հմայք ու գեղեցկություն է տալիս։ Եթե համաձայն եք, ապա գլխով արեք։ Այո։ Սիրելի հեռուստադիտողներ, այո, կարծում եմ 2-ից 3 անգամ ամենակիչը մենք արդեն հանդիպել ենք մեր հյուրերի հետ։ Այսօրվա թեման ներկայացնեմ եւ սկսենք մեր զրույցը ապրիլի 4-ից 7-ը Կապան քաղաքում 20 տարբեր մասնագիտության տերմարտիկ աշխատեն միասին, որպեսզի ստեղծեն Սյունիքի տարածքային ներուժի բացահայտման եւ բրենդավորման գիտահեն փաստաթուղթ։ Աշխատաժողովին պատասխաններ կստանան այնպիսի հարցեր, ինչպես օրինակ ուր այցելել եւ ինչ համտեսել Սյունիքում, որոնք են ամենանշանավոր պատմությունները եւ առասպելները եւ այլն։ Կարծում եմ այս եւ այլն հարցի մյուս պատասխանները այս պահին էլ կարող ենք ստանալ տաղավարում, եթե իհարկե ուզենան մի փոքր փակագծերը բացել մեր հյուրերը։ Հարգելի Անի եւ Արայիկ, սա թվով որերորդ միջոցառումն է, որովհետեւ եթե ես չեմ սխալվում, արդեն 3-4 անգամ միայն մենք ենք հանդիպել, սա գոնե պետք է 5-րդ կամ 6-րդ միջոցառումը արդեն լինի։ Խնդրում եմ պատմեք ինչ է ներկայացնում իրենից այս միջոցառումը եւ ինչ ասել է գիտահեն փաստաթուղթ։ Շնորհակալություն հարցի համար։ Այո, սա մեր արդեն 5-րդ միջոցառումն է Gastrocamp Կապան նախագծի շրջանակներում։ Gastrocamp Կապանը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերից։ Մենք իրականացրել ենք եւ կարող եմ ասել բավականին հաջողությամբ ենք իրականացրել արդեն 4 միջոցառումներ։ Ինչպես հիշում եք, մենք միասին քննարկել ենք Արի Կապան խորագրով ցուցահանդեսների շարքը, որոնք տեղի են ունեցել Երևանում, Կապանում եւ մենք չենք քննարկել Զվարթնոց օդանավակայանի Արի Կապան խորագրով այո ցուցահանդեսը, որի ընթացքում մենք ներկայացրել ենք ոչ միայն Կապան այցելելու գրավչություն, այլև Կապան ինքնաթիռով այցելելու հարմարավետությունը եւ գրավչությունը։ Եվ այսպես մենք նաեւ այդ միջոցառման շրջանակներում մայրաքաղաք այցելած հյուրերին եւ Հայաստանից մեկնողներին ամեն հնարավոր կերպով, թե տեսահոլովակներով, թե նկարներով, թե Նարեկ Արշակյանի ցուցահանդեսի միջոցով ներկայացրել ենք, որ մայիսին կայանալու է Gastrocamp Կապան եզրափակիչ միջոցառումը եւ բոլորին հրավիրել ենք Կապան հենց մայիսին։ Եվ այս եզրափակիչ միջոցառումը իրականացնելուց առաջ նաեւ մենք իրականացրել ենք բիզնես այց Սյունիքի հորեկա ոլորտի բիզնեսի համար դեպի Երևան, նրանք ունեցել են փորձի փոխանակում, ունեցել են բիզնես հանդիպումներ Երևանում գործող հորեկա ոլորտի լավագույն ներկայացուցիչների հետ եւ ընդլայնել են իրենց բիզնես հնարավորությունները։ Այժմ մենք իրականացնում ենք ավելի գիտահեն, գիտելիքահեն միջոցառում, դա Storm միջոցառումն է, որը կտա այն գիտելիքահեն հիմքը, որի վրա կառուցվելու է մայիսյան միջոցառումը։ Այսինքն պատմաբաններ, մշակութաբաններ, ազգագրագետներ եւ մարքետոլոգներ, նաեւ խոհարարներ։ Այսինքն այս մասնագետները ամբողջ ընթացքում ձեզ հետ աշխատել են, ձեզ հետ շրջել են, հավաքագրել են այդ ամբողջ պատմությունները, որպեսզի ստեղծվի ի վերջո այս փաստաթուղթը, ճիշտ եմ հասկանում։ Storm-ը կազմակերպված է հենց այդ նպատակով։ Այս մասնագետներին մենք ընտրել ենք եւ հենց Gastrocamp նախագծի շրջանակներում մշակվել է նմանը չունեցող աննախադեպ մոդելի եւ ձևաչափի գիտական համաժողով, աշխատաժողով, որը նման չէ մյուս աշխատաժողովներին, դա պետք է տա հստակ արդյունք։ Այս մասնագետները, 20 մասնագետներ Սյունիքից, Երևանից, Հայաստանի տարբեր անկյուններից միավորվելու են, որպեսզի կազմեն հենց այդ Սյունիքի տարածքային հնարավորությունների
քարտեզը, մշակեն այն եւ որպեսզի հենց մայիսյան միջոցառումների շրջանակում հրավիրյալ փորձագետները, շեֆ-խոհարարները առաջնորդվեն այդ քարտեզով եւ ողջ էքսպեդիցիան, որը մայիսին պետք է տեղի ունենալու այս ստորմի արդյունքների հիման վրա։ Անմիջապես ներողություն փառատոնն է հաջորդելու, թե կան այլ միջոցառումներ մինչև փառատոնը։ Մինչև փառատոնը կան միջոցառումներ, բայց ամենակարևորը այս առաջիկա միջոցառումը դա ստորմն է, որից հետո տեղի կունենա եզրափակիչ էքսպեդիցիա։ Սա փառատոն չէ, սա շեֆ-խոհարարների, հրավիրյալ միջազգային շեֆ-խոհարարների էքսպեդիցիա է, ովքեր շրջելու են Սյունիքի տարբեր համայնքներում, վերհանելու են կարծես թե մոռացված բաղադրատոմսերը, մշակելու են դրանք եւ մատուցելու են հանդիսավոր ընթրիք Սյունիքի Կապանի գեղատեսիլ բնության գրքում եւ այս մենյուն, որը նրանք մշակեն, դառնալու է գաստրո այցեքարտ Սյունիքի համար, այսինքն զբոսաշրջիկ իմանալու է, որ բացի պատմական գեղեցիկ վայրեր այցելելուց նրանք կարող են նաեւ այցելել եւ փորձել հատուկ Սյունիքի մենյուն, որի վրա աշխատել են չեմ վախենա այդ բառից աշխարհահռչակ շեֆ-խոհարար։ Իսկ հատուկ որևէ ռեստորաններ են լինելու, որտեղ աշխատելու են եւ մատուցելու են, պատրաստելու են ուտեստներ այդ փաստաթղթով, թե դա տարածվելու է բոլոր այն վայրերում, որտեղ սնունդ են մատակարարելու։ Հնարավոր է դա։ Մենք մասնավորապես Կապանի, որը ոլորտի ներկայացուցիչներն, այդ թվում նաեւ շեֆ-խոհարարներին անպայման ներգրավելու ենք եւ թիմերը միասին են աշխատելու եւ միջազգային թիմը եւ տեղի մասնագետները միասին են ստեղծելու այդ մենյուն, որը որ կլինի նաեւ այն հիմքը, որ իրենք կարող են այդ բաղադրատոմսերը, մտքերն ու գաղափարները հետո կիրառեն ու գործածեն իրենց հաստատություններում, միգուցե ինչ-որ ադապտացումներով ու բացի դրանից մենք վերջում պարտադիր, ինչպես եւ մեր ստորմի արդյունքում ուզում ենք փաստաթղթի ձևով թողնել այդ ինֆորմացիան ու արդյունքները, նաեւ կթողնենք այն ինչ որ կստանանք խոհարարական թիմի հետ։ Քիչ առաջ ձեր խոսքի մեջ մենք հասկացանք, որ նաև այս տարի կա ակնարկ ու նաև կա շեշտադրում ոչ միայն գաստրո ոլորտի, այլ նաև պատմամշակութային, գիտական ոլորտների վրա։ Ինչ զարգացումներ կունենան հատկապես այս մասերը եւ որևէ կերպ արդյոք կապվում են այս երկու ոլորտները հենց գաստրո ոլորտի հետ։ Մեկը մյուսից բխում է թե ոչ եւ ինչ կապեր եք ստեղծել ես։ Իհարկե, առհասարակ գաստրոնոմիկ աշխարհի համար պետք են հաճախորդներ, հյուրեր ու համտեսողներ։ Ու զբաղվելով գաստրոինդուստրիայի զարգացմամբ ու զբաղվելով туриզմով, դրանք իսկապես իրար հետ փոխկապակցված են եւ մյուս մեր նպատակներից մեկը, երբ որ մենք մեր հիմնադրի հետ Աննա Մազմանյանի հետ թիմով արդեն որոշում ենք, որ մարզն ենք ընտրում, սա երրորդ մեր գաստրոկեմպ ծրագիրն է Կոտայքից Տավուշից հետո Սյունիքը, մենք հասկացանք, որ իրականում Սյունիքը լինելով շատ հարուստ, շատ իսկապես շատ գեղեցիկ տեսարժան վայրերով, հարուստ պատմությամբ, հարուստ խոհանոցով, ցավոք սրտի ճանապարհի բարդության ու երկար ճանապարհի հետ կապված շատ քիչ ոնց որ բան ունի, հայտնություն ունի, միգուցե այդքան էլ պոպուլյար չի ներքին туриզմի անգամ շրջանակներում, մենք հասկացանք, որ իրականում այդ մարզի մասին պետք է շատ պատմել, շատ ցույց տալ, բացատրել, ծանոթացնել մարդկանց հետ, որի նպատակը հենց մեր ցուցահանդեսների նպատակը Կապանը բերել Երևան մարդկանց ոնց որ դեմքերով, իրենց տեսակներով ու ծանոթացնել իրար ու պատմել նրա մասին, որ իսկապես բացի մեր մյուս գեղատեսիլ վայրերից, հա, մեր սիրված Տավուշի մարզը, Դիլիջանը, հա, Սևանը, Ծաղկաձորը կամ մյուս մարզերը, Սյունիքը եւս շատ հարուստ է եւ լիքը առաջարկելու բան ունի զբոսաշրջիկներին եւ տեղի եւ արտերկրից եկած։ Իսկ դեպի այն կողմ, հա, Կապանից հետաքրքիր ուղղակի սա զուգադիպություն է, որովհետեւ ասելով Սյունիքի մարզ միանգամից մի քանի լոկացիա կա, որ մարդկանց ուղիղ ազդակ է տալիս իրենց, հա, մեր Տաթևի վակն է դա կամ Շարքեի ջրվեժը, Կապան քաղաքը հայտնի իր տեսարժանությամբ եւ գեղեցիկ նաեւ պահված քաղաքով, դա
միանշանակ այդպես է, իսկ դեպի այն կողմ շարժվում ենք ամենտեղից արդյոք մենք ունենք ակտիվություն, թեկուզ օրինակ Խաչարանից կամ Ագարակից հրավիրյալ մասնագետներ ունենանք, որովհետև ամեն դեպքում կապանը ապակներում առավել շատ թաքնված են սահմանից դեպի այս կողմ։ Ինչ ունենք այս իմաստով եւ այս մասով։ Իրականում մենք հասկանալով որ կապանը հենց Սյունիքի մայրաքաղաքն է, մարզկենտրոնն է, նաև մենք հասկացանք, որ կապանը շատ մեծ պոտենցիալ ունի բոլոր այդ համայնքները կապելու ու առհասարակ բիզնես կենտրոն լինելու, այսինքն իր տուրիզմն էլ է շատ տարբերվում մյուս տեղերից, այնտեղ միանշանակ գյուղական տուրիզմ չի կարող լինել, դա շատ քաղաքային, շատ հետաքրքիր մթնոլորտ կարելի է հաղորդել ու միանշանակ մենք գրավում ենք գրեթե 12 գյուղ եւ քաղաք Կապանին հարակից ու ձեր թվարկած Գորիսը, Տաթևը ու իր հարակից գյուղերը, այսինքն մեր ստորմի արդյունքում ստացած մեր ճանապարհային քարտեզը, որը որ Սյունիք մտնելու դարպասներից մինչև ուրեմն Կապան եւ դրանից հետո ցույց է տալու թե որ այդ ճանապարհին որտեղ կարելի է մտնել, ինչ անել ու ինչի համար պետք է այնտեղ գնալ։ Եվ մեկ լրացում գործընկերոջս խոսքին, նաև պետք է նշեմ, այո, Քաջարյանը եւս մեզ հետ համագործակցում է եւ ինչպես Կապանն է ակտիվորեն համագործակցում համայնքապետարանների ներկայացվածությամբ, այնպես էլ Քաջարյանը եւս մեր գործընկերն է։ Քաջարյանի հորեկա ոլորտը նույնպես ակտիվ մասնակցել է բիզնես տուրին, մեր մյուս պրոյեկտներին, այդ թվում դասընթացներ եւ այլն, ոչ միայն Քաջարյանը, այլև մենք մեր այս միջոցառմանը, մեր գիտահեն այս հանդիպմանը հրավիրել ենք մասնագետներ մերից, Քաջարյանից, Սիսյանից, այսինքն մենք հնարավորինս ընդգրկուն ենք դարձրել այս գիտաժողովը, որովհետև մեզ համար շատ կարևոր է ոչ թե մի արհեստական ձևաչափով ստեղծել մի քարտեզ եւ տանել այդ բրենդավորումը Երևանից ներկայացնել համայնքին, այլ ընդհակառակը համայնքի մասնագետների, նրանց ինստիտուցիոնալ, պատմական հիշողության հիման վրա մենք ձևավորում ենք մի փաստաթուղթ, որի վրա է կառուցվելու ողջ բրենդավորումը, ողջ տուրիստական, զբոսաշրջային եւ նաեւ բիզնես հնարավորությունների հանրահրճակումը։ Անի մասնագետների ցանկում կան օտարերկրացիներ։ Այս հանդիպման ընթացքում չկան, բայց մայիսին մենք ունենալու ենք հրավիրյալ մասնագետներ արտասահմանից։ Արդեն գնահատելու, եզրակացություն տալու համար։ Կարծում եմ այո։ Այս դեպքում եւս մի կարևոր բան կա, որպեսզի նաեւ մեր բացահայտած գաստրո ոլորտում, հետաքրքիր բաղադրատոմսերը ինչու ոչ իրենց հետ տանելու, որպեսզի ներկայացնեն ողջ աշխարհում։ Հենց դա է շատ կարևոր ձեր բերումներից մեկը կարող է լինել։ Որ ազգի ներկայացուցիչ է տարավ եւ որ գերատեսական։ Իսպանացի շատ հայտնի խոհարար ունենք յուր, դեռ մի քանի տարի առաջ Բարսելոնայից Վալենսիայից էր։ Վալենսիայից 2024 թվականին աշխարհի լավագույն ռեստորան ճանաչվեց Բարսելոնայի շատ պարզ եւ նույնիսկ մի փոքր անշուք ռեստորաններից մեկը։ Իրականում լավ ռեստորան լինելու համար թանկարժեք կահույք եւ ինտերիեր անհրաժեշտ չի։ Ու Իսպանիայից մեր գործընկերը, մեր հրավիրյալ շեֆը Հայաստանում տարբեր տեղեր լինելուց, տարբեր ուտեստներ փորձելուց հետո մի քանի ամիս անց մեզ ուղարկում է, որ իր մենյուում ավելացրել է ղափամա։ Ու շատ քիչ փոփոխություններով, բնականաբար իսպանացիները եւս շատ օգտագործում են բրինձ, եթե գիտեք, պաելյա ուտեստը ծովամթերքով ու յուրովի պատրաստել էր ու մատուցել էր հենց ղափամայի կոնցեպտով ու շատ հպարտանում ենք։ Իսկ արձագանքները հետո փոխանցել են, ինչպիսին են եղել հետաքրքիր։ Մենք գիտենք, որ շատ երկար ժամանակ այդ ուտեստը եղել է մենյուում։ Իրականում Եվրոպայում շատ հաճախ է փոխվում ուտեստների ցանկը ու եթե ինչ-որ ուտեստ երկար է մնում, դա նշանակում է, որ իսկապես սիրվել է։ Բայց ամենահաճելի որ իսպանացիները ուրեմն նուրբ քիմք ունեն։ Այո, հաճելի զգացողություններից մեկը կլինի, երբ օրինակ օրերից մի օր լինենք Վալենսիայում, ժամանցային կենտրոններից մեկում պատվիրենք մենյուն դիտենք եւ պատվիրելուց միամիտ տեսնենք, որ այնտեղ գրված է ղափամա, դա կարծում եմ ձեր աղթանակներից մեկն է։ Եվ կամած գնալով դեպի ամփոփում այն հետաքրքիր գույների մասին եմ ուզում խոսել, այն ոգու մասին եմ ուզում խոսել, որ պիտի
պարուրվի հենց այդ օրը, երբ կներկայացնենք բրենդավորված այդ գիտահեն փաստաթղթերը։ Ավելի կոնկրետ ապրիլի 4-ից 7-ը այս ամենի շրջանակներում ինչ գունավորումներ եք տալու մշակութային մասով, արդյոք բացի հանդիպումից ու հարցերից ու պատասխաններ ստանալուց լինելու են ինչ որ, չգիտեմ, համերգային ծրագրեր կամ գուցե ինչ որ մի բաղադրատոմսը ներկայացնելու հետաքրքիր գտնված ձևեր եւ այլն, մշակութային մասով ինչ կլինի։ Մենք հականալ աշխելույթ լինելու է թե ոչ։ Եվ ոչ միայն։ Ես կարծում եմ այդ օրերը շատ հագեցած են լինելու, որովհետև մեր փորձագետները, հրավիրյալ փորձագետները արդեն իսկ սկսել են իրենց աշխատանք, այսինքն այսպիսի մի տնային աշխատանք նրանք անում են, վերլուծություններ, ուսումնասիրություններ, այդ ուսումնասիրություններով գալու են եւ միասին համատեղ են աշխատելու։ Շատ ինտենսիվ եւ ծանրաբեռնված օրակարգով են աշխատելու եւ մենք իհարկե նրանց համար կազմակերպելու ենք այցեր Կապանում, նրանք կայցելեն անպայման մշակութային վայրեր, կբացահայտեն գեղեցիկ թանգարանները, պատմությունը եւ կունենան ընթրիքներ Կապանում, կուսումնասիրեն եւ կճաշակեն Կապանի խոհանոցը եւս։ Բացի այդ պետք է նշել, որ զուգահեռաբար տեղի է ունենալու նաեւ այսպես մեդիա արշավ, որովհետեւ մենք այդ մեդիա արշավը արդեն մեկնարկել էինք հունվարից եւ բազմաթիվ տարբեր բլոգերներ այցելում են Կապան, մեզ համար պատրաստում են ռեպորտաժներ հենց գաստրո քեմփի շրջանակներում, նրանք եւս հանրահռչակում են Կապանը եւ այս մեդիա արշավը շարունակվելու է զուգահեռաբար մեր գիտաժողովին։ Պետք է նշեմ նաեւ եւս մեկ կարեւոր առանցքային դրույթ, որը շատ կարեւոր է, որպեսզի լսարանը նույնպես բացահայտի, գաստրո քեմփի առանցքային սկզբունքներից մեկը հետեւյալն է, որ մենք միայն PR-ով չենք զբաղվում, այսինքն մեկ այլ բան է, երբ որ դու հանրահռչակում ես համայնքը, ներկայացնում ես տուրիստական հնարավորությունները, զբոսաշրջիկները այցելում են եւ հանկարծ հանդիպում են մի իրավիճակ, երբ համայնքը պատրաստ չէ ընդունել իրենց կամ համայնքը պատրաստ չէ ապահովել այն որակը, որի սպասումները դու ձևավորել ես PR արշավների ընթացքում։ Գաստրոքեմփը շատ ինստիտուցիոնալ է մոտենում այս հարցին, այսինքն նախ աշխատում է ենթակառուցվածքների հետ, դասընթացների միջոցով պատրաստում է սպասարկող անձնակազմին, ռեստորաններին, որպեսզի նրանք պատրաստ լինեն ընդունել, պատրաստ լինեն տալ այն նշաձողը, որ պահանջվում է, եւ հետո միայն այդ զբոսաշրջիկների հոսքն է ապահովում։ Այսինքն սա մոտեցում է, որը շատ կարևոր է, որպեսզի մենք ճիշտ հասկանանք եւ ճիշտ գնահատենք։ Դե ամուր հիմք ունի, կարծում եմ նախագիծը, դրա համար էլ արդեն 5-րդ անգամ դուք այս մեծ նախաձեռնության կողքին եք։ Մոտենանք ավարտին մեր հարցազրույցի, եթե որևէ բան չունենք ավելացնելու, ապա պետք է ասել, որ սիրելի հայրենակիցներ, բոլոր այն մարդիկ, ովքեր հատկապես ունեն տվյալ ոլորտի նեղ մասնագիտական գիտելիքներ, սա հրաշալի հնարավորություն է, որպեսզի ապրիլի 4-ից 7-ը լինեք Կապանում եւ ինչպես էստեղ է գրված, դուք կարողանաք ստեղծեք եւ ունենաք այն պատասխանները, որոնք ձեզ կտրամադրի Սյունիքի տարածքային ներուժի բացահայտման ու բրենդավորման գիտահեն փաստաթղթը։ Հարցազրույցը կամփոփենք իհարկե տեսանյութով, սա 5-րդ թվով 5-րդ միջոցառումն է, իսկ սրան նախորդած բոլոր 4 հետաքրքիր միջոցառումների մասին, եթե չեք դիտել, չեք լսել երբևէ, առաջարկում ենք տեսանյութով դիտել եւ հասկանալ, թե ինչի մասին էինք խոսում։ Շնորհակալություն Անի Անտոնյան, Գաստրոքեմփ Արմենիա նախագծի PR ղեկավար եւ նախագծի համահիմնադիր Արայիկ Ամզյան, շնորհակալություն ձեզ։ Դուք էլ դիտեք տեսանյութը, սիրելի հեռուստադիտողներ, ապա կվերադառնանք եւ կշարունակենք մեր ընթացքը։